Նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները Կրեմլում հանդիպել են 5 ժամ բանակցել, բայց վերջնական արդյունքի չեն հասել։ Բանակցությունները Կրեմլում սկսվել են Կարմիր հրապարակով Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի դամբարանի մոտով դեպի Կրեմլի աշտարակները ամերիկացի բանագնացների զբոսանքից հետո։ Беседа была весьма полезной. Զրույցը շատ օգտակար էր, կառուցողական եւ շատ բովանդակալից։ Այն տևեց ոչ թե 5 րոպե, այլ 5 ժամ։ Մենք չենք քննարկել կոնկրետ բանաձևեր կամ կոնկրետ ամերիկյան առաջարկներ։ Մենք քննարկել ենք ամերիկյան այդ փաստաթղթերի էությունը։ Որոշ բաների հետ մենք կարող էինք համաձայնել, եւ նախագահը հաստատեց դա իր զրուցակիցներին։ Ուշակովը հայտնել է, որ բանակցություններից հետո Ուիթքոֆը գնացել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն Սպիտակ տանը զեկուցելու համար։ Նա հավելել է, որ քննարկել են Դոնբասին առնչվող տարածքային խնդիրը։ Ուկրաինան վերահսկում է Դոնեցկի շրջանում 5000 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք, որը ռուսական կողմն ուզում է անպայման գրավել։ Ես 8 պատերազմ եմ կանգնեցրել, սա կլիներ 9-րդը, եւ մեր մարդիկ հիմա Ռուսաստանում են, տեսնելու, թե արդյոք կարող ենք սա կարգավորել։ Հեշտ իրավիճակ չէ, ասեմ ձեզ, իսկական խառնաշփոթ է։ Բանակցությունների գործընթացում առաջընթաց կա օրեր առաջ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Խոսքը միայն մարտերը դադարեցնելու պայմանների մասին չէ, այլև Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճման պայմանների մասին։ Դրա հիմքը կարծում եմ մենք Ժնևում դրեցինք։ Մենք շարունակում ենք աշխատանքը, դեռ գործ կա անելու։ Սա նուրբ հարց է։ Արձագանքներ եղան նաև ՆԱՏՕ-ից գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշեց, որ մշտական կապի մեջ է Ռուբիոյի թիմի հետ։ Պուտինը կրկին պատերազմով է սպառնում Եվրոպային։ Մենք տեսանք նրան զինվորական համազգեստով, մարտական զինվորի պես հագնված, ռազմաճակատից բավականին հեռու նախանցյալ օրը, այնպես որ ես չեմ պատրաստվում արձագանքել ամեն ինչին։ Քուշներին ու Ուիթքոֆին հանդիպելուց առաջ Վլադիմիր Պուտինը լրագրողների հարցերին է պատասխանել, ասել, որ Եվրոպայի դեմ պատերազմի մտադրություն չունեն։ Մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ, ես այդ մասին արդեն 100 անգամ ասել եմ, բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ պատերազմել եւ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա, այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող։ Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում իրենք կռվում են վիրաբույժի խնամքով, մինչդեռ Եվրոպայի դեպքում պատերազմը կավարտվի շատ արագ եւ բանակցելու կողմ այնտեղ չի մնա։ Եվրոպան էլ է անհանգստացած, Էստոնիան պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում։ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը կողմ է սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը հօգուտ Ուկրաինայի։ Բելգիան պահանջում է, որ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման ռիսկերը հավասարապես կիսվեն բոլոր դաշնակիցների միջև։ Եվրոպական խորհուրդն էլ այսօր հայտարարել է, որ համաձայնության է եկել Եվրոպական խորհրդարանի հետ, մինչև 2027 ռուսական գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։